Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սանձազերծած պատերազմի 4-րդ օրը կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները, մեծացնելով հակամարտության աշխարհագրությունը եւ խնդիրներ առաջացնելով ողջ աշխարհում։ Այսօր Իսրայելի բանակը հայտնել է, որ բազմաթիվ հարվածներ է հասցրել Իրանի նախագահի նստավայրին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Հարվածել են նաեւ ռազմական ուսումնական հաստատության եւ լրացուցիչ կարևոր ենթակառուցվածքներին։ Ըստ իրանական մեհեր գործակալության Իրանի արևմտյան Համադան քաղաքում սպանվել է առնվազն 5, վիրավորվել 25 խաղաղ բնակիչ։ Իրանի բանակի հաղորդմամբ Քերման նահանգում գտնվող ռազմաբազային հասցված հարվածից 13 զինվոր է զոհվել։ Ռազմաօդային ուժերի եւ նավատորմի 5 անդամ էլ ըստ իսնագործակալության զոհվել է Բուշեհր նահանգում։ Պայթյուններ են լսվել նաեւ Սպահանում եւ Շիրազում։ Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի, նրանցից 180-ը սպանվել են Մինամ նահանգում օրիորդաց դպրոցի վրա հարձակումից։ Աշակերտներից 165-ին այսօր են հուղարկավորել, Կարմիր մահիկի տվյալներով Իրանի վրա այսօր իրականացվել է 1039 հարձակում, տուժել է 153 քաղաք, ընդհանուր 504 վայր։ Իրանը շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներում, չնայած բանակցությունների նստելու բազմաթիվ կոչերին, դեռ ոչինչ չի վկայում, որ առաջիկայում պատերազմը կդադարեցվի։ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ բանակցել եւ հիմա կենտրոնացած է ինքնապաշտպանության վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշար ունի պատերազմելու համար։ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ունենալու դեպքում նախընտրում է մնալ ներկայիս պաշտոնին։ Նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետև կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ, որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը հաջողել եմ ու ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ Նա հավելեց նաև, որ եթե կուսակցությունը որոշի, որ падգամավոր է լինելու, ապա կլինի падգամավոր։ Ուղղակի պրոբլեմն այն է, որ որպես շարքային падգամավորել եմ ու այսպես տեղում պտտվելու Ալեն Սիմոնյանն եմ լինելու, բայց եթե որոշեմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, եզրափակեց Սիմոնյանը։ Իր պաշտոնը պահպանել ցանկացող Սիմոնյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինք հանցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի։ Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնվելու խորհրդարանում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Իմ տվյալներով միանշանակ ինքն այդ խնդիրն ունի։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ազգային ժողովի նախագահը։ Թե որտեղից իրեն այդ տվյալները Սիմոնյանը չբացահայտեց, բայց պնդեց, թե 2021-ին Քոչարյանին ձայն տվածների մեծ մասը հունիսին կայանալիք ընտրություններում այլևս երկրորդ նախագահի օգտին չի քվեարկելու։ Ալեն Սիմոնյանի համոզմամբ Քոչարյանի ընտրազանգվածի մեծ մասն իր ձայնը տալու է ընդդիմադիր այլ ուժի։ Ըստ նրա ընտրությունների արդյունքում ամենախոշոր ընդդիմադիր ուժը կամ Սամվել Կարապետյանի Մերձևովը կլինի, կամ էլ Բարգավաճ Հայաստանը։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այս պնդումներին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նշել է, որ իրենց հարցումները բոլորովին հակառակ պատկերն են արձանագրել։ Մենք Հայաստանում արել ենք շատ մեծ ընտրանքով թարմ հարցումներ, որոնք արձանագրել են Ալեն Սիմոնյանի նշած պատկերի տրամագծորեն հակառակ արդյունքը։ Իսկ գետնի վրա արդյունքը կտեսնենք հունիսի 7-ին։ Գրեթե վստահ են, որ մոտ օրերս իշխանությունների կողմից ուղղորդված տարբեր հարցումներ կհայտնվեն, սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն է, նշեց Միկոյանը։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ այսօր սոցհարցումները դարձել են ոչ թե հանրային կարծիքի չափման, այլ հանրային կարծիքի վրա ազդելու միջոց։ Ի դեպ Բագրատ Միկոյանը նաև տեղեկացրեց, որ մարտի կեսերին կհայտարարվի Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուի մասին։ Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ասել էր, թե վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշումը կայացնելու են սոցհարցումներից հետո։ Զեղծարարները ներկայանում են կենտրոնական բանկի անունից եւ կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորում ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Այս մասին կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ներկայացնելով վերջերս տարածված ֆինանսական զեղծարարության նոր սխեման։ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ եւ զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում եւ չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում, ասվում է հաղորդագրության մեջ։ Գլխավոր դրամատրն
տնից շեշտում են, եթե որևէ եղանակով կապ են հաստատում եւ կենտրոնական բանկի անունից խնդրում կամ պարտադրում գումար փոխանցել ավելի պաշտպանված կամ հատուկ հաշիվների, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ եւ անմիջապես կապ հաստատել սպասարկող բանկի հետ։ Կենտրոնական բանկն հրապարակել է նաեւ մի քանի կեղծված փաստաթղթերի օրինակներ, որոնցով զեղծարարները փորձել են իբրև թե ապացուցել, որ կենտրոնական բանկից են։ Նշենք, որ այսօր հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիային իրականացնում ֆինանսական զեղծարարություններից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ունի պետությունը քաղաքացիների հետ։ Ինչա պետությունը հետևողականորեն իր վստահությունը նվազեցնում եւ կորցնում քաղաքացիների մոտ։ Հիմա տեսեք իմաստը sense տանելու, որ հոդվածով են տանում։ Խուլիգանության երկրորդ։ Հա, խուլիգանության Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի եւ դրա գործընկեր կազմակերպության լրագրողների անվտանգության պլատֆորմի այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ 2025 թվականի վերջին Հայաստանն առաջին անգամ պլատֆորմի կողմից արձանագրվեց որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։ Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո նշված Մամուլի ազատությունը 2025 թվականին վերնագրված փաստաթղթում։ Զեկույցի համաձայն Հայաստանից բացի ազատազրկված լրագրողների կան եվրոպական եւս 5 երկրներում՝ Ռուսաստան 58 ձերբակալված լրագրող, Ադրբեջան 36, Բելարուս 27, Թուրքիա 24 եւ Վրաստան 1։ Օրագիր Նյուզի հետ զրույցում հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմին Օհանյանը նշեց, որ Հայաստանում լրագրողների եւ լրատվամիջոցների վիճակը վերջին տարիներին էականորեն վատթարացել է։ Նա շեշտում է, որ երբեք Հայաստանի լրագրողները եւ լրատվամիջոցներն այսքան դժվարություններ չեն ունեցել իրենց առօրյա աշխատանքի մեջ, որքան ունեն Նիկոլ Փաշինյանի նախկին խմբագրի օրոք։ Օհանյանի խոսքով այսօր արդեն կան կոնկրետ փաստեր, որոնք վկայում են ազատ խոսքի նահանջի մասին։ Մենք ունենք հավատարմագրումից զրկված լրագրողներ, ունենք լրագրողների նկատմամբ հարձակումներ, ֆեյսբուքյան արշավներ նրանց դեմ, հիմա նաեւ ունենք կալանավորված անձինք, որոնք լրագրողական գործունեության պատճառով են կալանավորված։ Երբ այս բոլոր փաստերը իրար կողքի դնում ենք, ակնհայտ է դառնում, որ ճնշումները մեծ են, ազատ խոսքի մեծ նահանջ կա, ժողովրդավարությունից մեծ նահանջ կա, նկատեց նա։ Չնայած շուրջ 9 ամիս է Սամվել Կարապետյանը կալանավորված է Հայաստանում, նրա բիզնեսը Հայաստանից դուրս շարունակում է կայուն աճ արձանագրել։ 2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի Տաշիր ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը Forbes ամսագրի կողմից կազմակերպված ամենամյա վարկանիշում որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։ Տարածքների վարձակալությունից եկամուտը կազմել է 700 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 15 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Արդյունավետ դիրքերը ոլորտային վարկանիշում վկայում են բիզնես մոդելի կայունության եւ անշարժ գույքի պորտֆելի զարգացման համակարգային մոտեցման մասին։ Ըստ Forbes-ի Տաշիրը շարունակում է մնալ Ռուսաստանի անշարժ գույքի զարգացման առաջատարներից մեկը։ 2025 թվականի դեկտեմբերին ընկերությունը Մոսկվայում մետրոյի Սելիգերսկայա կայարանի հարևանությամբ բացել է Avenue Sever առևտրային կենտրոնը 135,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Տաշիր ընկերությունների խումբը ներառված է Forbes-ի վարկանիշային աղյուսակում 2007 թվականից եւ 2011 թվականից ի վեր մշտապես պահպանել է դիրքերը լավագույն եռյակում։ Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Պրոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 33-ամյա Գևորգ Խ-ի վարած վրացական համալիրիչներով BMW X5 Մակնիշի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 25-ամյա Բրագին Ս-ի վարած ռուսական համալիրիչներով Լադա Մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտում գտնվող Երկաթ Էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։